մենք միշտ հպարտացել ենք եռամիասնությամբ։ Ինչ նկատի ունենք, երբ ասում ենք եռամիասնություն։ Արցախ, Հայաստան, Սփյուռք։ Ցավոք այսօր հայտնվել ենք մի իրողության մեջ, երբ Արցախը հանձնված է, իսկ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները երբեք այնքան վատ չեն եղել, ինչքան հիմա։ Բայց հասկանում ենք, չէ՞, Սփյուռքով Հայաստանը մի գործոն է, առանց Սփյուռքի մի այլ գործոն։ Եվ հիմա այդ երկու թևերը կարելի է ասել Հայաստանի համար կարևոր թևերը կտրել են ու անցել են Հայաստանի հարցին։ Ու դա ինչպես են փորձում անել։ Մեր ինքնությունը, մեր արմատները այսպես արմատախիլ հանելով, ասենց ասում են, մի մտածեք ձեր ինքնության մասին։ Պատերազմ են հայտարարել մեր հավատքի նկատմամբ, եկեղեցու նկատմամբ, խորհրդանիշների նկատմամբ, Արարատի նկատմամբ, ցեղասպանության օրակարգի առաջ մղման նկատմամբ։ Ուրիշ ո՞նց են պայքարում ինքնության դեմ, հենց այսպես են պայքարում։ Իսկ ես միշտ սիրում եմ այս նախադասությունն ասել, որ մեր պետության վերջին սահմանը մեր ինքնությունն է։ Ինքնություն չլինի, պետություն չես կարող պահել։ Հետևաբար պետք է ամուր, այսպես կարճենք հնարավորինս պինդ մեր արմատներից, մեր ինքնությունից, որ այն բոլոր դժվարությունները, որի առաջ հիմա կանգնած ենք, հաղթահարվեն։ Ու դա կհաղթահարենք, ես վստահ եմ, որ մենք միասին դա կարողանալու ենք հաղթահարել։